Տեր Եսայի 3 հովանավանքում արդեն կարգալույց եղած քահանան արեց պատարակ, որը ըստ եկեղեցական կանոնագրքի չպետք է լիներ եւ օրինաչափ չէր։ Նախ ձեզ կխնդրեմ ասել, որպես կարգալույց եղած քահանա, ինչ կետեր կան, որոնք չպետք է թույլ տար եւ կարգալույծությունից հետո դիրքը հասարակությանը ներկայանալու որն է։ Իրականում դա պատարակ չէր, ինչ որ տեղի ունեցավ, դա ընդամենը, չգիտեմ, իշխանական մի միջոցառում էր, որը կազմակերպվել էր հատուկ իրենց լսարանի, այս նկատի ունեմ վարչական ռեսուրս օգտագործելով, այնտեղ ճակերտներով հավատացյանի խումբ ձևավորելով ցույց տալու, որ այսքան մարդ կա այդ միջոցառմանը մասնակից բայց իրականում ինքներս էլ հետևեցինք, տեսանք, որ այնտեղ ավելի շատ քարոզարշավ էր եւ անձի փառաբանություն ու գովերքում ինքը ինչ է նաև կռապաշտության դրսևորում է եւ այս առումով ամբողջությամբ դա սրբապղծություն էր, ինչ որ տեղի ունեցավ։ Իսկ ինչ վերաբերում է կարգալույց հոգեվորականին, կարգալույց հոգեվորականը պետք է ունենա այդքան քաջություն, ազնվություն, ինչից որ այդ անձը հաճախ խոսում է ճշմարտությանը հետևելու, անկեղծ լինելու, նվիրում ունենալու հավատքին, հայրենիքին եւ այլն, ուրեմն պետք է այդ ամեն ինչ այդ արժեքները ինքը դրսևորեր եւ ընդուներ խոնարհաբար այն որոշումը, որ եկեղեցին հռչակել է եւ կարգադրության տնօրինությունը հայրապետական, որովհետեւ նույն այդ եկեղեցին է իրեն տվել իր օծումը եւ քահանայական կոչումը եւ նույն այդ եկեղեցին էլ այդ կոչումը իրենից վերցրել է եւ պիտի բարի լինի, եթե այդքան ջադակովն է ազնվության, անկեղծության, նվիրումի, եկեղեցաշինության եւ հայրենաշինության, ապա առաջին հերթին կպիտի բարիներ այդ արժեքներով առաջնորդվեր։ Տեր Եսայի, Ստեփան Ասատրյանը նախկին Տեր Արամը ասում է, որ կգա ժամանակ, երբ իրեն գրքին կասեն Տեր Արամ։ Եկեղեցու կանոնագրքի համաձայն թույլատրվում է կարգալույց եղած քահանային եւս մեկ անգամ օծել։ Կարգալույց հոգեվորականին եւս մեկ անգամ չեն օծում, բայց հայրապետական տնօրինությամբ հնարավոր է որ վերականգնեն կարգը։ Եվ այդպիսի պատմության մեջ այդպիսի փորձառություն մենք ունեցել ենք։ Իսկ ինչ վերաբերում է իր հայտարարությանը, դա անբարտավան հայտարարություն էր, որովհետև իր ենթատեքստում ոչ թե հայրապետական տնօրինությամբ նորից իրեն կարգը վերականգնելն է, այլ խժդժություններ եւ այս պառակտում ավելի խորացնելով նպաստել իշխանական թեզերին։ Այո, նպաստել իշխանական թեզերին, այո։ Տեր Եսայի, այս կեղծ որակված պատարակին, որ ասում են կեղծ էր, ոչ իրավաչափ էր, դա քարոզարշավ էր, ոչ միայն դուք եք ասում, նաև հավատացյալներն են ասում հայ առաքելական եկեղեցու, սրա պատասխանը Մայրաթորը կտա։ Հարցը լավ չհասկացա։ Մայրաթորը ինչպես պատասխանը կտա այն առումով, որ արդյոք կգնահատի ինչ որ տուժ, տուգանք, գուցե, չգիտեմ, նման ենթատեքստով ինչ որ գործողություններ, պատժամիջոցներ կձեռնարկի Մայրաթորը։ Իր նկատմամբ թեմին զգուշացում գուցե ինչ է դա ենթադրում։ Նախ պիտի հասկանանք, տուժ տուգանքների մասին ես ոչինչ ասել չեմ կարող, բայց ամեն դեպքում ինչ պետք է որ մենք անդրադարձ ունենանք, որ ամբողջ այս process-ի ընթացքում որոշակի այսպես եւ բաց թողումներ եւ նաեւ վնասներ եկեղեցին, այս դեպքում հովանավանքը կրել է թե բարոյական, թե նյութական առումով, անկեղծ ասած ինձ համար անհասկանալի է նաեւ այն, որ իշխանական պատգամավորները կամ իշխանական թևը ծեսեր են կազմակերպում, ուղարկում հովանավանք, այս ամբողջը իրականում մի տեսակ հոգևոր խորհրդից եւ հոգևոր ապրումներից զուրկ մի իրողություն է եւ ընդամենը շոու է, որը կազմակերպվում է ցավոք սրտի։ Իսկ Տերայրի նախկին Տեր Արամի նկատմամբ տուժ տուգան, կարծում եմ ամենամեծ պատիժը տուժը այն է, որ ինքը զրկվել է կարգից, դրանից ավելի մեծ պատիժ չեմ կարծում, որ կլինի։ Տեր Եսայի, նման մի պատարակ էլ նախատեսում են այս կիրակի անցկացնել երկրորդ
նախկին Տեր Արամի մասնակցությամբ նա է տալու պատարագը եւ վարչապետը կրկին մասնակցելու է այդ պատարագին։ Ըստ ձեզ սա ինչ հետևություն է, որ այս մյուսը չի ստացվել, մարդկանց քանակը չի բավարարել, թե սա պարզապես նոր PR է ուղված այն քահանային, որին իրենք սատարում են։ Չեմ կարող ասել, որ չի ստացվել կամ իրենց ուզած քանակը չեն կարողացել ապահովել, չեմ կարող դա պնդել, գուցե եւ դա է խնդիրը, բայց իրականում սա այդ հայկաեկեղեցական եկեղեցամարդ արշավի շարունակություն է, որ իշխանությունները շարունակում են։ Տեր Եսայի, դուք ասացիք ծեսեր, ենթադրում եմ դա այն արարողությունները նկատի ունեք, մկրտություն, հարսանիք, որոնք ըստ արարողության տերերի ուզում են, որ նախկին Տեր Արամը իրականացնի։ Արդեն կարգալույծ եղած քահանան նախ եկեղեցու կանոնագրքի համաձայն իրավունք ունի անցկացնելուց հետո փաստաթուղթ տալ։ Այդ փաստաթուղթը կարծեմ պետք է որ թեմին պատկանի։ Նախ մինչև փաստաթուղթը պետք է հստակ մեր ժողովուրդը իմանա եւ մեր հավատացյալները հստակ գիտակցեն, որ իր կատարած որևէ արարողություն անվավեր է, այդ մկրտությունը մկրտություն չէ եւ կամ իր կատարած պսակը դա պսակի խորհուրդ չէ եւ եթե որևէ անձը իր զավակին պիտի տանի եւ կարգալույց հոգեվորականը պիտի մկրտություն անի, դա չի նշանակում, որ երեխան մկրտված է համարվելու եւ կամ քրիստոնյա է դառնում, իսկ դա անվավեր է։ Երկրորդ հարցը վկայականի հարցն է, որ ինքը չի կարող ուղղակի վկայական տալ, որովհետև ինքը թեմից եւ եկեղեցուց դուրս է դրել իրեն, ինքը չի կարող պարզապես, որովհետև ոչ այդ կնիքը ունի, ոչ այդ փաստաթուղթը ունի, կամ էլ պիտի ինչ-որ շինծու մի փաստաթուղթ տա, որը ոչ որևէ տեղ չի ընդունվելու եւ չի ճանաչվելու։